Բարև ձեզ։ Մեկ հատ հարց ունեմ։ Որտեղ է սկսում կինեմատոգրաֆիան։ Գրականությունից, թե ռեժիսորից։ Գրական երգից, թե ռեժիսորի երևակայությունից։ Ասենք Հրանտ Մաթևոսյան, Մենք ենք մեր սարերը, Հենիկ Մալյան։ Ասենք Աղասի Այվազյան, Եռանկյունի Հենիկ Մալյան։ Ասենք Թոթովենց, Կտորմը երկինք Հենիկ Մալյան։ Որտեղ է սկսում կինեմատոգրաֆիան։ Գրական երգից, թե ռեժիսորից։ Այս հարցին պատասխանելու համար ես ունեմ մի շարք զրույցների մի շարք, որը իմ կարծիքով պիտի տա պատասխանը։ Բայց ես կանայի միաժամանակ կարծում, որ համատեղ, որտեվ եթե չլիներ Հենիկ Մալյան, չլինի Կտորմը երկինք, չլինի Եռանկյունի եւ չլինի Մենք ենք մեր սարերը։ Ինչ որ այսօր համարում հայ կինեմատոգրաֆի դասականը։ Բայց այս մտորումների մեջ ես եկել եմ մի եզրակացության, որ կինեմատոգրաֆի երկու տեսակություն է։ Առաջին կինեմատոգրաֆը դա դիտողական կինեմատոգրաֆն է, դիտելու համար, ստանալու բավարար, ասենք հաճույք կինեմատոգրաֆից, ասենք նույնն է Կտորմը երկինքը, հրաշալի ֆիլմ է, հրաշք ուղղակի։ Ինչպես նաև Հենիկ Մալյանի բոլոր ֆիլմերը։ Եվ գոյություն ունի ընթերցվող ֆիլմեր։ Ինչ է նշանակում ընթերցվող ֆիլմ։ Ես կբերեմ մի օրինակ։ Անդրեյ Տարկովսկու մի ֆիլմ է մենակ, չնայած այնտեղ 3 ֆիլմեր կան ինձ համար որպես ընթերցվող կինեմատոգրաֆ, զոհաբերությունը։ Երբ որ նայում ես Անդրեյ Տարկովսկու զոհաբերությունը, նույնիսկ ինֆորմացիան տեքստային գնում է երկրորդ պլան։ Դու սկսում ես կարդալ ֆիլմը, կադր առ կադր կարդալ ֆիլմը։ Այսպես ժողովրդական լեզվով ասված Անդրեյ Տարկովսկու ֆիլմը թամաշայի համար չի։ Եթե ես ամեն ինչի համար հետաքրքրված եք, ես սկսում եմ մի շարք կինեմատոգրաֆիայի եւ կինոռեժիսուրայի մի շարք, որը պետք է բերի մեկ ամյա, մեկ տարյա կուրսերի, կինեմատոգրաֆիայի կուրսերի։ Նրանք ովքեր ուզում են կինոռեժիսուրայով զբաղվել, անկախ տարիքից, անկախ թե որ երկրում են ապրում, միացեք իմ այս շարքին եւ ավելին կիմանաք։ Առաջին այսքանը, առաջին վիդեոն, առաջին տեսանյութը այսքանը։ Լավ մնացեք։